Սկզբում դպրոցներից դուրս մնաց հայոց եկեղեցու պատմություն առարկան, հետո բանակից դուրս մղվեցին գնդերեցները։ Իսկ հիմա արգելվել է քրեակատարողական հիմնարկներում հոգևոր ծառայության նշանակված հոգևորականների մուտքը քրեակատարողական հիմնարկներ։ Ու այս ամենը ներկայացվում է եկեղեցու բարեկարգման անվան տակ։ ՔԿՀ-ում երկար տարիներ հոգևոր ծառայություն մատուցած Տեր Գրիգոր Քահանան հռետորական հարց է բարձրացնում։ Հաջորդը որ ոլորտից են փորձելու դուրս մղել եկեղեցին։ Ոչ թե վեհափառի, ոչ թե անձի, այլ սա պայքարը հայ առաքելական եկեղեցու դեմ, որովհետև եկեղեցուն տարբեր ձևերով փորձեցին դուրս մղել դպրոցից հայոց, հայ եկեղեցու պատմության առարկայի հետ կապված դուրս մղեցին բանակից եւ արդեն դուրս մղեցին քրեակատարողական հիմնարկներում ծառայություն մատուցելուց։ Այսինքն փորձում են եկեղեցուն սահմանափակել եւ շրջափակել։ Քրեակատարողական հիմնարկներում հոգևոր ծառայությունն առավել համակարգված եւ նպատակային դարձնելու համար 2003 թվականին Գարեգին II օրհնությամբ եւ տնօրինությամբ Մայրաթոր Սուրբ Էջմիածնում բացվեց քրեակատարողական հիմնարկների հոգևոր ծառայության բաժինը։ Այս բաժինը 20 տարուց ավելի է սերտորեն գործակցում էր Արդարադատության նախարարության հետ։ Նախարարությունն օրեր առաջ է միակողմանի չեղյալ հայտարարել 2014 թվականին կնքված պայմանագիրը հոգևորականներին դուրս թողնելով ՔԿՀ-ներից։ Որպեսզի այդ ամեն ինչ այդպես չերևա, ձև են անում կամ կերպ են բռնել, իբր մենք այնտեղ շարունակում ենք հոգևոր ծառայությունը, բայց ում միջոցով, այն մարդկանց միջոցով, որոնք կտրված են Մայրաթորից, որոնք կտրված են Մայր եկեղեցուց, որոնք կտրված են հոգևոր իշխանությունների օրհնությունից։ Այսինքն ինչ որ մարդիկ, որոնք ինքնագլուխ նման քայլեր են անում։ Ապրիլի 17-ին Մայրաթորը դատապարտել էր Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության որոշումն, ըստ որի արգելել էին վեհափառի կողմից նշանակված հոգևորականներին մտնել ՔԿՀ։ Որոշումից հետո պետական մարմինները որոշել են, որ իրենք իրավունք ունեն առանց հայրապետի օրհնության եւ թույլտվության քահանաներին պայմանագրային հիմունքներով ծառայության ուղարկել քրեակատարողական հիմնարկներ։ Շրջանցելով Մայրաթորը եւ անտեսելով իրավական կարգավորումները, անհատ եկեղեցականների հետ կնքվել է աշխատանքային պայմանագրեր։ Այս քայլը իշխանությունների հերթական թիրախավորված ու հակաեկեղեցական արշավն է, սահմանափակելու օրենսդրությամբ երաշխավորված հայոց եկեղեցու հոգեխնամ առաքելությունը հանրային կյանքում, ինչը դրսևորվել է նաեւ Հայաստանի Հանրապետության զինված ուժերում եւ կրթական ոլորտում։ Պայմանագրերով ՔԿՀ-ում հոգևոր ծառայության անցած հոգևորականների մի մասը կարգալույծ է, մյուս մասը Նիկոլ Փաշինյանին միացած հոգևորականները, ասում է Տեր Գրիգորը։ Ինչքանով որ ես տեղյակ եմ մամուլից եւ մեզ հասած տեղեկություններից, մարդիկ են պայմանագրեր կնքում քրեակատարողական հիմնարկների վարչության կամ Արդարադատության նախարարության հետ եւ մարդը ուղղակիորեն շրջանցելով եկեղեցին, շրջանցելով եկեղեցական կարգ ու սարքը, շրջանցելով եկեղեցի պետություն այդ հարաբերությունների ամրագրված օրինական ճանապարհները ինքնակամ առանց հոգևոր առաջնորդի քրեակատարողական ծառայության, առավել եւս առանց վեհափառ հայրապետի օրհնության, իրենք մտնում են նման բանից, այս ապօրինությունն է։ Այս որոշումը վտանգավոր են համարում հոգևորականները, ասում են, բոլորը չեն, որ կարող են ծառայություն իրականացնել բանտում։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի քրեակատարողական հիմնարկների հոգևոր ծառայությունն իր առաքելությունն իրականացնում էր 3 հիմնական ուղղություններով՝ ազատազրկվածների վերափոխման, բանտային ծառայողների հոգևոր կյանքի զորացման եւ ազատազրկվածների ընտանիքներին հոգևոր, բարոյական եւ սոցիալական աջակցության։ Եղել են դատապարտյալներ, որոնք ազատվելուց հետո սկսել են ապրել վանականի կյանքով։ Մեր հոգևորականների դաշտը իմանալով, ճանաչելով հոգևորականներին, պատահական չէին ընտրում, այլ ընտրությամբ ընտրում էին այն հոգևորականներին, որոնց իրենք ավելի հարմար կամ պատրաստ էին տեսնում նման ծառայություն իրականացնելու համար եւ դիմում էին վեհափառ հայրապետին, ստանում վեհափառ հայրապետի օրհնությունը, համաձայնությունը եւ տնօրինությունը, այսինքն հրամանը այդ ծառայության մեջ մտնելու համար։
Հայաստանի Հանրապետության քրեակատարողական հիմնարկներում հոգևոր ծառայություն սկսել է իրականացվել Գարեգին II օրհնությամբ եւ տնօրինությամբ։ Հոգևոր սպասավորության իրականացումն սկսվել է Կոչ քրեակատարողական հիմնարկից։ Այս տարիներին եկեղեցիներ են կառուցվել Սևան, Կոշ եւ Արթիկ քրեակատարողական հիմնարկներում, Մատուր, Հրազդան, Վանաձոր, Արմավիր, Վարդաշեն եւ Դատապարտյալների հիվանդանոց քրեակատարողական հիմնարկներում, Խաչքար, Գորիս, Աբովյան եւ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկներում։ Դատապարտյալների կամ անազատության մեջ գտնվող անձանց հոգևոր խնամքը իրականացնում են քահանաները, հոգևորականները, որոնք այցելում են քրեակատարողական հիմնարկներ եւ բնականաբար ինչը ամենատարբեր կերպերով սկսած Սուրբ Գրքի սերտողությունից, հոգևոր զրույցներից, հարց ու պատասխաններից, խոստովանության կարգեր կատարելուց, մկրտություն, Սուրբ պատարագ մատուցելուց, Սուրբ հաղորդություն տալուց, այս բոլոր միջոցներով, կերպերով մենք այդ մարդկանց հոգևոր կյանքը փորձում ենք կազմակերպել, օգնել իրենց հոգևոր ընթացքի մեջ, հոգևոր կյանքի մեջ։ Այս բաժինն ակտիվորեն աշխատանքներ է տանում նաև դատապարտյալների ընտանիքների հետ, նրանց հոգևոր եւ նյութական աջակցություն ցուցաբերելու նպատակով։ ՔԿ հոգևոր սպասավորները պարբերաբար այցելում էին դատապարտյալների ընտանիքներ, կատարում տնօրհնեք եւ զրուցում նրանց հետ։ Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը նաև որոշում էր ստորագրել, որով ներման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողովի կազմ էր ընդգրկվել Արման Սարոյանը, նախկին Գևորգ եպիսկոպոս Սարոյանը։ Մինչդեռ նման որոշում պիտի կայացվեր Մայր Աթոռի հետ համաձայնությամբ։ Սեդա Մակարյան, Նոնա Գևորգյան, ABC Media։